Բարոյձեզ, այս օրերին Մյունխենը այն քաղաքն էր, այն վայրն էր, որտեղ գծվում էր մեծ համաշխարհային խաղի նոր կանոնները։ Մյունխենի անվտանգության համաժողովում տարբեր ձևաչափերով քննարկվեցին Ուկրաինայում պատերազմի հարցը, Իրանի շուրջ հնարավոր զարգացումները, եվրոպական անվտանգային նոր ճարտարապետության հեռանկարը եւ այլն։ Ինչ ունենք այս համատեքստում, Ուկրաինայում պատերազմը շարունակում է մնալ օրակարգային, այս հարցը շարունակում է մնալ օրակարգային, Իրանի շուրջ զարգացումները ել ավելի են մեծացնում Հարավային Կովկասի քաղաքական գինը, դերը, նշանակությունը։ Այս ամենը իհարկե ուզենք թե չուզենք, ուղիղ թե անուղղակի ձևակերպում են նաև ռազմավարական միջավայրը Հարավային Կովկասում։ Հենց այս համատեքստում են նաև հաղորդուղիների շուրջ քննարկումները, եթե մինչ այս ավելի շատ եւ ավելի շուտ խոսում էինք TRIP նախագծի, այս նախագծի ստեղծելիք հնարավորությունների մասին, ապա հիմա առաջին պլանում է հայտնվում նաև հարավկովկասյան երկաթուղիների հարցը։ Հայաստանի մոտեցումն այն է, որ ճիշտ կլինի, եթե որևէ Ռուսաստանին եւ Հայաստանին բարեկամ որևէ երկիր Ռուսաստանից գնի կոնցեսիոն կառավարման իրավունքը։ Այս ամբողջ խճանկարում Հայաստանի հարցը կարծես թե ամենահեշտն է, բայց այդ հարցի լուծման հասնելու ճանապարհն է դժվար, այն է թե ինչպես անել, որ ապահովի Հայաստանի սուվերենությունը եւ անվտանգությունը միաժամանակ։ Այս հարցերի շուրջ են սրուցելու առաջիկա 30 րոպեների ընթացքում։ Սա ազատ զրույցն է Free News-ի եթերում, որտեղ համադրվում են փաստերը, կարծիքները, գնահատականները եւ կանխատեսումները։ Զրուցակիցս Եվրատլանտյան ինտեգրացիոն պլատֆորմի նախագահ Կարեն Սարգսյանն է։ Բարև ձեզ։ Բարև Սարգսյան։ Սկսենք Մյունխենի անվտանգային համաժողովից, ընդհանրապես այս համաժողովի կարևորությունը միջազգային հարցերի համատեքստում, ես անընդհատ հենց որ խոսում եմ Մյունխենի մասին, հիշում եմ 2007 թվական, չգիտես ինչու։ Այս անգամ 2026 թվականին օրակարգ մասնակցություն քննարկվող հիմնական հարցեր եւ ուզում եմ ուշադրություն դարձնել առավելապես այն հարցերի վրա, որոնք ուղիղ թե անուղղակի առնչվում են նաեւ մեր տարածաշրջանում, ինչ արձանագրումներ ունեք։ Դե տեսեք 2007-ը, որը երևի ասենք, որտեղ շատերը կարող են մոռալ վաղուց պատմությունները, դա Պուտինի հայտնի ճառն էր, որտեղ որ ինքը սկիզբը դրեց ագրեսիվ քաղաքականության, այնուհետև հենց հաջորդ տարի տեղի ունեցավ Վրաստանի վրա հարձակումը եւ վրացական տարածքների անեքսիան, իսկ իրականում Մյունխենում կար եւս մեկ տարի, 25-ներ նախորդ տարին, երբ Մյունխենը կրկին դարձավ կիզակետում հայտնվեց եւ դարձավ շատ կարեւոր մի իրադարձության բան, դա հայտնի Վենսի ճառն էր, որտեղ որ ինքը հայտարարեց, որ Եվրոպան պետք է գոյություն չունենա, որ Եվրոպան բանը եւ այլն եւ այլն։ Այս տարի սովորած երևի դառը փորձից ուղարկեցին Ռուբիոին, որը ասեց ճշգրիտ նույն բանը, ուղղակի մի քիչ փափուկ, եւ ստացավ շատ ավելի կոշտ պատասխան Եվրոպայից, որովհետեւ հիմնականը իհարկե Մակրոնի եւ Մերցի ճառերն էին, որոնք ամբողջությամբ նվիրված էին նրան, որ Մակրոնի ընդհանուր ճառը իհարկե նրա մասին էր, որ վաղուց ստեղ ասենք, չգիտեմ, ես օրինակ շատ հաճախ տենց դա այդպես էլ հենց ներկայացնում եմ, որ Եվրոպան 500 միլիոնանոց մի միավոր է, որը բավականաչափ ունի թե ռազմաարդյունաբերություն, թե տնտեսություն եւ թե քաղաքական կամք առաջնորդություն վերցնելու։ Մակրոնը հենց դա էլ ասեց մենք տարածում ենք խաղաղություն, մենք տարածում ենք մարդու իրավունքներ, մենք տարածում ենք տնտեսական զարգացում, հիմա ժամանակն է եկել, որպեսզի մենք արդեն չվախենանք նրանից, որ մենք տարածաշրջանային չէ, այլ համաշխարհային global power ենք, այսինքն համաշխարհային հզոր ուժ ենք եւ մենք պետք է այդ դիրքերից հանդես գանք։ Դրա հետ ոնց որ այդ puzzle-ը հավաքեց Մերցով, ասեց, որ մենք իհարկե հաշվի առնելով պատմությունը Գերմանիայի եւ այլն, բայց Գերմանիան պատրաստվում է հզորացնել ռազմական առումով եւ այո, պետք է նշել, որ խոսքը Եվրամիության մասին չի, խոսքը Եվրոպայի մասին է, որովհետեւ նաեւ Մեծ Բրիտանիա, Նորվեգիա, Շվեյցարիա, այդ բոլոր բաները ընդ որում այստեղ գալիս կպտում է նաև Կանադան, որը նույն օրերին էլի եւս մեկ անգամ մատթափ տվեց Տրամփի վրա, հերթական անգամ Տրամփը որ հայտարարեց կամուրջի պատմությունը, չգիտեմ, ստեղ հնչելա թե չէ Դեթրոյթում, որ Կանադան կամուրջ էր սարքել, Տրամփը ասեց չէ, որտեղ չգիտեմ, տենց որոշեց։ Նրանք ասին փողը մենք ենք տվել։ Հիմա այս ամբողջ պատմությունը եւ Ռուբիոյի ճառը նրա մասին, որ ինքը նույնն ասեց, դե դուք բանեք, եկեք մեզ միացեք։ Եկեք մեծն Տրամփին միացեք, դե իրան ասեցին, դե դուք ոնց որ
հələ դուք միացեք, մի հատ տեսնենք դուք ի չեք լինում։ Հետո նոր։ Դրա համար Ռուբիոն գնաց մասնավորապես Եվրոպայի վերջի դիկտատոր Օրբանի մոտ, որպեսզի գոնե Օրբանը ասի, հա ես ձեզ կմիանամ, հերթական անգամ տապալելու Եվրամիության նախագծերը, չնայած վերջին ամսվա ընթացքում ես մինչև Եվրոպայում էի, տեղեկություն եկա, որ Եվրամիության ինստիտուտները գտել են տարբերակ, չեզոքացնելու քվեարկությամբ միշտ իրենց խանգարող Հունգարիայի եւ Սլովակիայի գործունեությունը ոնց որ զրոյացրեցին։ Հիմա արդեն հնարավոր է տարբեր լուծումներ գտնել առանց կոնսենսուսի։ Այո, առանց կամ հաշվի չառնելով կամ առանց կոնսենսուսի։ Սա այն ամենը ինչ որ Մյունխենում կատարվեց, հենց մեծ բաներով ժամանակ չունենք 30 րոպե։ Հասկանալի է, հասկանալի է։ Հիմա անդրադառնանք մեզ։ Մինչև մեզ գալը ինչ կարելի է ասել այս պահին Եվրոպա ասենք եւ Միացյալ Նահանգներ հարաբերությունների վիճակի մասին։ Եվրոպա-Միացյալ Նահանգներ հարաբերությունները պայմանավորված են հիմնականում Տրամպի ադմինիստրացիայի ոչ ադեկվատ գործունեությամբ, որը ոչ ադեկվատ է ոչ միայն Եվրոպայի, այլ նաեւ Ամերիկայի, որտեղ այդ հայտնի Մինեապոլիսի մարդասպանությունները, որոնք որ IC այդ հատուկ ծառայության բանին, որոնք որ Պեմբոնդի կոնգրեսում այդ խայտարակ ելույթը, որ ինքը փորձում էր քողարկել մանկապիղծներին եւ ընդհակառակ հրապարակել զոհերի անունները, որը հենց կոնգրեսի որոշմանը հակառակ էր, որոնք էլի չէին հայտարարել, չէին հրապարակել բոլոր նյութերը, չնայած դեկտեմբերի 15-ին պետք է բանան եւ ամենակարևոր պարզվեց, որ Պեմբոնդին եւ այդ իրենց դատախազությունը հետեւել է կոնգրեսականներին, որոնք ման են եկել թե սերչ են արել այդ շտեմարանի մեջ եւ չնայած դրան կոնգրեսականները բացահայտել են, որ Տրամպի անունը այնտեղ հանդիպում է ավելի քան 1 միլիոն անգամ։ Սրանով է պայմանավորված Տրամպի բոլոր խայտարակ հայտարարությունները հետագայի, այդ թվում Գրենլանդիան, նորից Կանադան եւ այլն եւ սրանով է պայմանավորված Եվրոպա ԱՄՆ հարաբերությունները։ Ստացվեց այնպես որ մենք դատապարտված ենք կարծես խոշոր կտորներով առաջ գնալ, հաջորդ կտորը Ուկրաինա, Ես ասեմ չէ, մի րոպե Մյունխենում որտեղ շատ կարևոր բան տեղի ունեցավ։ Տեղի ունեցավ ոչ միայն Եվրոպայի միավորում, այլ նաեւ Եվրոպայի արտաքին քաղաքականության նոր գծի հայտարարում։ Եվ այդ նոր գծի մեջ Ամերիկայի շահերը չեն հաշվի առնվում։ Հենց սրա մասին է խոսքը։ Եվ հենց սա է, որ մեզ մոտ անդրադառնալու է, եւ հենց սա է, որ ես ակնարկում եմ եւ ասում եմ, որ Տրամպի անունը այդքան էլ լավ չի որ լինելու է, եւ Հայաստանը ինչ որ մի պահի ստիպված է լինելու, չնայած, չգիտեմ, թե Նիկոլ Փաշինյանը, թե Ալեն Սիմոնյանը փորձում են բոլորին ասել, որ իրանք Եվրամիության ընտրություն, դեպի Եվրամիություն ընտրություն են, կյանքի փորձը եւ գործողությունները ցույց են տալի, որ դա այդքան էլ այդպես չի, կամ իրենց պատկերացրած Եվրամիության հարաբերությունները կարող են տեղի ունենալ եւ իրականություն դառնալ, ասենք 30 տարի հետո, երբ իրանք լինեն 80 տարեկան։ Պետք չի 30 տարի սպասել, դուք սպասեք մինչև այս տարի արդեն, հա, Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողով Հայաստանում, այնպես որ դրա այդտեղ այդ համաժողովի ժամանակ հնարավոր է ինչ-որ բան տեղի ունենա։ Հնարավոր է։ Բայց մինչև Երևան հասնելը, մինչև Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողով եւ Հայաստանի Եվրամիություն հարաբերություններին անդրադառնալը հաջորդ թեման ես մեծ կտորով ասի Ուկրաինա իրավիճակ գետնի վրա եւ դիվանագիտական սեղանների շուրջ այս համատեքստում ուշադրության արժանացնենք նաեւ Զելենսկի-Ալիև հանդիպումը եւ ըստ այդմ նաեւ Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների վիճակը։ Տեսեք, Ուկրաինայի հետ կապված եւ ընդհանուր, քանի որ Զելենսկի-Ալիև հանդիպումը տեղի ունեցել Մյունխենում, ինձ համար շատ բացասական սուրպրիզ էր, որ Հայաստանը ներկայացված չէր նորմալ։ Սա, ասենք, երկիր, որը ուզում է ձեր ասած մայիսի 5-ին 6-ին ինչ-որ մի տենց բան անի, չի կարա Մյունխենում չմասնակցի անվտանգային։ Դա երթական անգամ խոսում է նրա մասին, որ ցավոք սրտի անվտանգային կոմպոնենտը մեր արտաքին քաղաքականության էլի ինչ-որ մեկին հանձնված է։ Հիմա երևի հանձնված է Տրամպին։ Այդ չգիտեմ երբ կլինի 9 միլիարդը կլինի թե չի լինի, բայց դա լուծում չի, ոչ թե 30-ներն են լուծում, որոնք մենք առնում ենք, որտեվ Ալիևը միևնույն ժամանակ հանդիպելով Զելենսկու հետ ինքը ցույց է տալիս, որ ինքը սուբյեկտ է, ինքը առանձին խաղացող է, եւ որպես առանձին խաղացող ինքը նաեւ եվրոպական եւ միջազգային հարթակներում հանդես է գալիս որպես երկիր, ով ունի արտաքին քաղաքականություն պայմանավորված սեփական շահերով։
Հենց հիմա Ալիևը գնում է Սլովակիայից 300 հատ ականանետ 120 մմ-անոց, որոնք նաև տեղադրված են բեռնատար մեքենաների վրա, այսինքն մոբիլ ականանետներ։ Մենք էլ Միացյալ Հենց Նահանգներից հիմա դուք ոչ մի բան Միացյալ Նահանգներից չեք առնում։ Ոչ մի բան չենք առնում։ Այն ինչ որ 11 միլիոնով տվել են, դրա շուկայական գինը 25 է մի հատիկի։ Հայաստանի Հանրապետության սահմանները վերահսկելու համար 24/7 մեզ պետք է առնվազն 18, իսկ ապահովության համար 36 հատ։ Ռուբիոն էր թե Վենսը հայտարարեց, որ այդ համագործակցությունը պաշտպանական ոլորտում խորանալու է առաջիկայում։ Այ հենց հիմա Ալիևը առել է արդեն 12 կործանիչ եւս 45-ը առնում է ու 300 հատ ականանետ 120 Ալիևի առածները մենք արդյոք չենք դիտարկում հիմա նախկին տրամաբանության մեջ, այդ ինչ որ արել է Հայաստանի համար է արել թե Հայաստանի թե այլ։ Իհարկե ոչ, Հայաստանի։ Ալիևի ներքին քաղաքական դաշտում ոչինչ չի փոխվել։ Ներքին քաղաքական դաշտը Ներքին քաղաքական դաշտը, եթե պատկերացնեք, տոտալիտար պետություններում ներքին քաղաքական դաշտը դա իր ցանկությունների արտահայտումն է։ Այն ինչ ասում լրագրողներին Մյունխենում, տարբեր լրատվամիջոցների հարցազրույցում, Բայրամովը, Հաջիևը վերջին շրջանում անընդհատ եւ շարունակաբար խոսում են այն մասին, որ խաղաղությունը հաստատված է, որ Թրիպը շատ բան կփոխի եւ այո, Թրիպը շատ բան կփոխի, որովհետեւ Թրիպը նոյեմբերի 9-ն է, ուղղակի Ռուսաստանի փոխարեն Ամերիկան է։ Նոյեմբերի 9-րդ կետն է, նոյեմբերի 9-րդ կետում շատ հստակ դա մեկնաբանում իրան շոու։ Ներողություն, նոյեմբերի 9-րդ կետում շատ հստակ ամեն ինչ նշված էր ռուսական FSB-ի վերահսկողություն եւ այլն։ Ռուսական FSB-ի փոխարեն ամերիկյան ընկերություն է։ Հայ-ամերիկյան շրջանակը ստորագրելու ժամանակ այդ շրջանակի բոլոր հնարավոր բարբերություններում նշված էր Հայաստանի ինքնիշխանությունը, իր ավազորությունը, տարածքային ամբողջականությունը։ Նոյեմբերի 9-ի մեջ դուք այդպիսի բան տեսնել եք, տեքստերում կամ տողատակերում տեսել եք։ Խոսքը նրա մասին չի, որ կտրում վերցնում են, խոսքը նրա մասին է, որ վերահսկողությունը ամերիկյան ընկերությանն է պատկանում, իսկ միջազգային, տեսեք, հայ-ամերիկյան միջազգային ընկերություն է, մասնավոր։ Հայ-ամերիկյան։ Այո, հայ-ամերիկյան, մասնավոր։ Մասնավորին պատկանում է 75%-ը եւ ապացուցված արդեն կաշառակեր Կուշները, որը Ամերիկայում կոնգրեսականները ապացուցել են, որ ինքը կաշառակեր է, դրա մեջ ունի մասնաբաժին։ Ինչ վերաբերվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներին, որի արտաքին քաղաքականությունը պայմանավորվում է Սենատի որոշումներով եւ Կոնգրեսի ֆինանսավորմամբ, ապա ոչ Սենատ եւ ոչ Կոնգրես, ոչ օգոստոսի 8-ի եւ ոչ Տրիպի փաստաթղթերը չեն մտել։ Էլ չասած, որ ըստ ամերիկյան օրենսդրության Վենսը որպես փոխնախագահ իրավասու չի նմանատիպ փաստաթղթեր ստորագրելու, եթե կոնգրեսի թույլտվությունը չունի։ Փոխնախագահն Ամերիկայում զբաղվում է մենակ դրանով, որ եթե նախագահին մի բան լինի, ինքը պետք է դառնա նախագահ։ Հիմա Վենսը ինչ է ստորագրել, որ իրավասու չունի։ Այդ որ դուք ասում եք, որ տարբեր թղթեր է ստորագրել, բանը դա մեմորանդումներ է։ Ներողություն, ես մեջբերեցի ոչ թե Վենսի ստորագրած ինչ-որ մի բան, ես մեջբերեցի Ռուբոյի եւ Միրզոյանի ստորագրած Տրիպի այդ շրջանակը։ Okay, Տրիպի շրջանակը սպասենք, տեսնենք ինչ է լինելու։ Լավ, սպասենք, տեսնենք ինչ է լինելու, հուսանք, որ շատ լավ է լինելու։ Հա, Հայաստանի համար լավ է լինելու։ Հայաստանի համար ես դա։ Ուղղակի ամերիկյան այս աշխատակազմը ինքը ունի բավականին վատ համբավ եւ նույն Ամերիկայում խնդիրներ ունի։ Եվ այս աշխատակազմի ստորագրած փաստաթղթերը նշանակություն չունեն։ Հիմա վերադառնանք ինչի եմ ես ասում, որ Ալիևը Հայաստանի դեմ է։ Իրանք էլ շատ լավ դրանից տեղեկացված են։ Իրանք էլ շատ լավ գիտեն, որ այս աշխատակազմի պարտականությունները հաջորդ աշխատակազմը առավել եւս միդթերմից հետո դեմոկրատները կարան կասեցնեն կամ խաղից հանեն։ Ուզում եմ մենք Թրամփի կերպարը հաշվի առնելով նման բաներ ասենք, թե այս աշխատակազմը նախորդ, հաջորդ եւ այլն, բայց ամերիկան ինստիտուցիոնալ հիշողությամբ երկիր է, հա, ամերիկյան համակարգված նախորդ վարչակազմից էլ ասում են, թե ռազմավարական համագործակցության գլխավոր բանը դատախազը Ամերիկայի կոնգրեսականների վրա կբղավի կամ կհետաճի, այդ ինստիտուցիոնալ պատմությունը ինչ չի որ։ Օրինակ նախորդ վարչակազմի ժամանակ էլ ասում ենք, այ որ նախագահը փոխվի, Հայաստանի ստորագրված ռազմական համագործակցության փաստաթուղթը ով էր ասում, ես դες տենց բան եմ ասում։ Փորձագիտական շրջանում պես է փորձագիտակ, ուրեմն փորձագիտ։ Հիմա էլ դուք այսօրվանն եք ասում, այսօրվա ստորագրածը բանը չի լինելու։ Մի րոպե, Ամերիկայի Միացյալ Նահանգների ինստիտուցիոնալ պատմությունը վերաբերում է Ամերիկայի Միացյալ Նահանգների ինստիտուտներին,
ոչ թե Տրամպի փեսային կամ գոլֆի ընկերոջը։ Այսինքն մեր փաստաթուղթը, որը ռազմավարական ստորագրվել է, ի տարբերություն օրինակ ադրբեջանականի, աշխատել են արտգործնախարարությունները, աշխատել է այնտեղ պետքարտուղարությունը, աշխատել են նախարարությունները, կոնգրեսի եւ սենատի հանձնաժողովները։ Հա, Վենսինը Ադրբեջանի 11 դա Վենս Ալիև ստորագրությունն է, ընդ որում Վենսն էլ Ալիևի կնգավրա կայֆավա տալու։ Մեծ որ պատկերացնեք վերաբերմունքը, թե ստորագրման արարողակարգին, այդպեսի գաղափարներ շերը բան չի ասի։ Չէ, հասկանում եք, չէ՞ վերաբերմունքը դա։ Լավ։ Թեմաները այնքան շատ են, չեմ կարող։ Հաջորդը Իրանի շուրջ զարգացումներ եւ այս առումով տարածաշրջանի քաղաքական դերակատարություն։ Փոքր դատարից հետո շարունակենք, կվերադառնանք վարքյաններ անց։ Հիշեցնեմ, սա Ազատ զրույցն է Free News-ի եթերում, ես զրուցում եմ Եվրատլանտյան ինտեգրացիան պլատֆորմի նախագահ Կարեն Սարգսյանի հետ, մենք հասանք Իրանի շուրջ զարգացումներ, հնարավոր զարգացումներ եւ դրա հետևանքները թվում է Հայաստանի համար։ Տեսեք, Իրանի ակնհայտ է, որ Իրանում հասարակության ներսում գոյություն ունի ժողովրդավարացման եւ ազատականացման պահանջարկ։ Իրանը խոսել ենք բազմիցս, բավականին երիտասարդ երկիր է եւ երիտասարդների համար 14 դար առաջ ստեղծված կանոնակարգը, որը կոչվում է շարիաթ, մի տեսակ անընդունելի է, այսպես հին է, այդ գլխաշորերի պատմությունը ամենապարզն է։ Եվ սա ինքնաբերաբար առաջացնում է Իրանի ներքին փոփոխություն, այս կամ այն կերպ։ Դուք կարող եք այս գործընթացի վրա ազդել դրական, կարող եք ազդել բացասական, կարող եք հայտարարել, որ մենք հեսա կռնբակոց ենք, կարող եք հայտարարել, որ չենք կռնբակոցի կշարունակենք խոսել։ Ինձ թվում է Իրանի ներքին ներուժը, որը փոփոխության է տանում, զգալիորեն ավելի հզոր է, քան ցանկացած բղավոց։ Տրամպին անհրաժեշտ է, եմ ասում, նույն պատմությունը թե Գրենլանդիայի, թե Կանադայի հետ ներքին կոնֆլիկտից դուրս գալու համար իրան եւս մեկ պատերազմ է պետք, որովհետեւ Մադուրոն ոնց որ մոռացվեց։ Ոչ մեկ հաշվի չհավերցրեց, լավ է, սարը 4 հատ տանկեր գողացար, ապրես, փողնել տարար դրեցիր քո հաշվին օֆշորային երկրում, լավ, պլամենք։ Հիմա Իրանն է, բայց Իրանի վրա տենց չի ստացվի, դու չես կարող, քանի որ Իրանը մի քիչ ավելի վաղուծվա եւ ավելի ինստիտուցիոնալ երկիր է, այդ կրոնական առաջնորդներին ու բոլորին չես տանելու Գուանտանամո պահես, չէ, ինչ պետք է անես։ Կարաս կրակես, կարաս փորձես բան։ Մյուս կողմից բավականին մեծահասակ են նրանք, ովքեր հեղափոխություն արել են 47 տարի առաջ եւ ոնց որ իրանք աստծուց բացի ոչ մեկից չեն վախում ու տենց մոտիկ են այն տարիքին, որ անձամբ կարող է հանդիպեն էլ արդեն այնտեղ։ Դրա համար առանձնապես հիմա բզբզալու կարիք չկա, Եվրոպայում դա հասկանում են իդեպ։ Եղնես չի, որ Եվրոպայում չեն հասկանում։ Եվրոպայում ասում են կներեք, էլի, ասենք 47 տարի սպասել եք։ Մնացել է լավ 2, 3 Ինչ պարտադիր է պատերազմ սկսել տարածաշրջանում, 3 տարի հետո կտեսնենք ինչա փոխվում կամ անենց անենք, որ փոխվելուց մեծ ձեռնտու հնարավոր զարգացումները որոնք կարող են լինել, հնարավոր սցենարները սենց է, դե մեծ հավանականությամբ փոփոխություն, որը կենսաբանական հիմքեր կունենա, որի արդյունքում կգան նոր մարդիկ, ովքեր կցանկանան մի փոքր դուրս գան պատժամիջոցների տակից եւ կհամաձայնվեն, հա։ Տարբերակ երկու այն ինչի մասին խոսում էին, երբ Տրամպը ասեց, ես անպայման կգամ, դուք արխային կրակեք, որ 27000 մարդ իր պատճառով զոհվեց, հա, օգնությունը որ ճանապարհին է, ոչ մի օգնություն չեկավ, սա բողոքի նոր հիմք է եւ սա էլ կարող է ինչ-որ կերպ անդրադառնա, սրա վտանգը ասում են քաղաքացիական պատերազմ, բայց այդ հիմնականում մարդիկ են, ովքեր Իրանից այդքան լավ տեղեկացված չեն, փորձում են հիմա Ռեզա Փահլևիին հանել որպես առաջնորդ, չնայած ինքը այնտեղ ուղղակի սիմվոլիկ առաջնորդ էր, ոչ թե բնական, ինքը տեղում մարդ չունի, բայց որpիսի դուք հիմիկվանից վերցնեք Ռեզային պատրաստեք որպես առաջնորդ, դա զուտ սոցիոլոգիական տեսանկյունից եմ ասում, մոտավորապես 10-12 տարի ժամանակ է, ինքն էլ նենց չի, որ երիտասարդ է, ու այնպես չի, որ շախի կառավարման ընթացքում ժողովուրդը ուղղակի երջանիկ էր, ոչ, նույն իր հորը ժողովուրդը կանգնեց եւ դուրս շփրտեց։ Երկրորդ ուժը, որ կա, որի մասին խոսում են մասնագետներ, ովքեր Իրանից տեղյակ են, դա մոջահեդներն են այսպես կոչված, որոնք դե ընդհանրապես կոչվում են մոջահեդ, իրանք շատ ձախ են, այսինքն իրանք ոչ ման չեմ ուզում տենց բաներ, բայց ավելի շուտ մեր դաշնակցական այդ հեղափոխական դիրքերի վրա են կանգնած, սոցիալիստական, խիստ կապնված Ռուսաստանի հետ էին, հիմա հիմնականում Ամերիկայում են եւ այս բոլոր տարիների ընթացքում ինչ որ
մոտավորապես 81-82 թվականից իրանք վտարվել են Իրանից, այսինքն հենց փոփոխությունից, հեղափոխությունից հետո, եւ իրենք ստանձնել էին ընդդիմության առաջնորդի դիրքերը։ Հիմա տեսակ չէ որտեղ ներսում կա ադրբեջանցիներ, կան քրդեր, ովքեր մեծ հավանականությամբ գտնվում են ինչ-որ դրսի ազդեցության տակ, կան բելուջներ, ովքեր Պակիստանի հետ ինչ-որ տենց բանի վրա, բուն պարսիկներ, ներքին էս կոնֆլիկտը քիչ է, մի հատ էլ կա դուրս ընդդիմության մեջ կոնֆլիկտ, որը Ռեզա Փահլևին այևս մուջահեդներն են, ովքեր որ ձախ են, Ռեզա Փահլևին ապրելով ԱՄՆ-ում եւ դիմելով Տրամփին, բան ուզում է ցույց տա, որ ինքը աճ է, չնայած ընդամենը 1 թե 2 տարի առաջ ինքը ամերիկյան այդ իրանցի բլոգերների բանում ելույթ ունեցել, ասել է, որ ես ամերիկացի եմ, իմ երեխաները ամերիկացի են, ես Իրանում ոչինչ չունեմ, ինձնից վազն եկեք, ես բան չունեմ այնտեղ անելու։ Այս ամբողջ ծավալը ինֆորմացիայի թույլ չի տալիս եզրակացնել, որ գոնե 50% հավանականություն կա, որ դրսից նույնիսկ եթե լինի հարձակում, դրսից բերված ուժը կարա տիրանա Իրանին, այսինքն Իրանը միևնույն է, ներսից պետք է փոխվի։ Նույնիսկ եթե դա լինի Ռեզա Փահլևին, ինքը ներսը պետք է ունենա բան։ Իսկ ներսը գոյություն ունի 2-3 ուժային մարմին, ոստիկանություն այդ բասիկները դրանք շատ են, մոտ 25% ուժայինների այդ ոստիկանություն ու այսպես կոչված կամավորներն են։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն է, որը ինքը իրենով հզոր ուժ է, եւ բանակը, որը իրանք երկուսով նույնն են, իրան բան են։ Այս 3 ուժերի դասավորվածությունից եւ բալանսից նոր դուրս կգա, իհարկե նաեւ կրոնականները, բայց մենք այն վիճակից ենք, որ ասենք այս հիմիկվանը արդեն հանդիպել է Մուհամմադին։ Նորը որ եկավ, այս բալանսից, այսինքն կրոնական առաջնորդներ, քաղաքական առաջնորդներ, որ հիմա ռեֆորմիստներն են, չգիտեմ ով կլինի այդ ժամանակ, եւ այս 3 ուժայինները, իրանց բալանսավորումից նոր պարզ կլինի, թե ինչ կդառնա Իրանը։ Երկարաժամկետ։ Այո, իհարկե, մեր տեսանկյունից, այսինքն, եվրոպական, ասենք, արքայական ընտանիքներ կան, որ 60-100 տարվա բան են, իրանց երկարաժամկետը դա։ Մեր տեսանկյունից երկարաժամկետը 5-ն է։ Հա, 5 տարի փոփոխություններ, նույնիսկ եթե վաղը ամերիկյան օդուժը հարվածի եւ վերնախավի էլի մի 20%-ին սպանեն, միևնույնն է սրա կարգավորումը 5 տարի քաչումոցով Սուրիայում։ Սուրիայում էլ հիմա հələ 2 տարի անցել, հələ 3 տարի դեմները կա, որ իրանք կարողանան նոր տեսեք Սուրիան հայտարարեց, որ ինքը առաջին ընտրությունները կանի 5 տարի հետո։ Եվ ահա այն իրավիճակը, որը մենք ունենք, դա է։ Հայաստանին ցերընտու չէ նման ցնցումներ։ Իհարկե ոչ, ես կնախընտրեի Հայաստանի մանավանդ այս իրավիճակում, երբ մենք ունենք Ալիևը, ես ինչու եմ վստահ, որ ինքը այդ պատերազմի բանը պահում է, նավթի գները եւ ընդհանրապես նավթի սպառումը աշխարհում։ Նավթի գները, որը ինքը այս տարվա համար, նախորդ տարվա համար ֆիքսել էր բյուջեում 78, իրանց միջինը եղել է 60։ Իսկ Ալիևի այդ խոսույթը խաղաղասեր, չգիտեմ, եւ Մյունխենում այդ մասին խոսեց, բոլոր հնարավոր առիթներով խոսում է, որ խաղաղությունը հաստատված է, մնացել է, չգիտեմ, մեկ բան եւ դրանից հետո կստորագրի։ Այսինքն սա Ալիևի համար պարտադրված խաղաղության գնալու է։ Այո։ Պայմանավորված Միացյալ Նահանգներով ու Թրամփով միայն։ Ոչ, Միացյալ Նահանգներով Տրամփով չի ընդհանրապես պայմանավորված։ Դա ուղղակի շատ լավ տարբերակ է։ Նախ պետք է հասկանալ, որ Միացյալ Նահանգները եւ Տրամփը այս պատմության մեջ հայտնվել են Կուշներ, Միացյալ Արաբական Էմիրություններ, Բենյամին Նետանյահու երյակի շնորհիվ, որ այս ամբողջ պատմությունը ընդեղից է։ Կուշներին ինչ եմ ասում, կաշառքի վրա բռնել են, որ Միացյալ Արաբական Էմիրությունների անվտանգության խորհրդի քարտուղարը, մեր Արմեն Գրիգորյանի գոլեգան, ընտրություններից առաջ Կուշներին փոխանցել է $500 միլիոն, չէ, կներեք, Տրամփին է փոխանցել 500 միլիոն, իսկ Կուշների հիմնադրամ իրանք եւ սաուդիտները ընդհանուր առմամբ $2.5 միլիարդ գումար են դրել, դրան դիմաց ստացել են թույլտվություն Nvidia չիպերի, որը արգելված էր։ Եվ այս ամբողջ պատմության մեջ այս Աբրահամյան համաձայնագրեր, բան, ըստեղից է Ադրբեջանը մեյդան եկել, Ադրբեջանը, քանի որ Իսրայելը Իրան պարտ կա, թե փող, թե Իրանի վրա հարձակման համար։ Դա Իսրայելի արածն է, որ հետաքրքրված են, թե չէ հետաքրքրված չէին լինի, որովհետև հայտարարությունները, դուք տեսեք, մենք դեսպան չունենք, Ադրբեջանը չունի, մենք չունենք, Վրաստանը չունի, ամերիկյան դեսպան։ Այսինքն Չկա դեսպան։ Մենք դեսպան չունենք։ Սա առաջի անգամը պատմության մեջ, որ մի դեսպանը գնացել է, մյուսինը ոչ թե հայտնի չի,
այլ նաև հայտնի չի երբ է քննարկվելու հարցը։ Հայաստանը Միացյալ Նահանգների Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան։ Հայաստանում Միացյալ Դա խոսում է նրա մասին, որ տարածաշրջանի հետ կապված Ամերիկայի Միացյալ Նահանգները չունեն քաղաքականություն։ Ուղղակի չունեն։ Բոլոր հնարավոր դեմքերը խոսում են Հայ-Կովկասում Միացյալ Նահանգների քաղաքականության Ու այդ պարագայում դուք դեսպան չեք ներդրումների պահում։ մասին, խոսում են արհեստական բանականության մասին, խոսում են թրիփի մասին, խոսում են երկաթուղու մասին, խոսում են հազար ու մի բաների Գիտեք մասին։ ինչից կարելի է խոսել։ Բայց ձեր Կարելի է խոսել նաև Իլոն Մասկի պես, որ ասում էր գնում եմ Մարս։ Հետո տեսա, որ փողը չի հավաքվում, ասեց լավ, գնում եմ Լուսին։ Հիմա այն ինչ որ խոսում են եւ հողի վրա, դա վերածվել ընդհանրապես մեկ ծրագիրն է, որ ի հայտ է եկել, դա էներգետիկ 1 միլիոն կիլովոլտ գիծն է, որ Ադրբեջանը ուզում է Սոկարի եւ բանի հետ միասին, որ պետքա գանքցեն մեղրիով տանեն Նախիջևան, հետո դուրս գան Թուրքիա։ Nvidia, արհեստական բանականություն, Nvidia-ի եւ արհեստական բանականության հարցերը չիպեր, դրանք մասնավոր ներդրումներ են Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքականությունը եւ մասնավոր ընկերությունների քաղաքականությունը տարբեր բաներ են։ Եթե Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքականությունը չլիներ, այդ մասնավոր ընկերությունները նման հայտարարություններ կանեին եւ նման միջոցներ կբերեին։ Չէ, բայց դա մեկ անգամ է որոշում։ Քաղաքականությանը ասոցացված բան է, չէ՞, քաղաքականությունից փոխող բան հիմա չէ։ դուք ես հասկանում եմ դուք ինչ եք փորձում անել, բայց դա այդպես չի։ Լավ, Երկիր, որտեղ դու ունես ռազմավարական շահեր, առանց դեսպանի չի մնում։ Առավել եւս տարբեր տեղերից չեն լսացնում, որ այն մարդը, ով որ հայերին կոչելա ցեղեր, հիմա պատասխանատու է Հայաստանի համար։ Հիմա դուք ուզում եք ասել, որ միջինց միջանցքը Միացյալ Նահանգներ նախորդ վարչակազմից եկած, այն է Կենտրոնական Ասիա, Ադրբեջան, Հայաստան, Նախիջևան, Թուրքիա, Եվրոպա։ Սա Միացյալ Նահանգների ռազմավարական ծրագիր չէ հարավային Կովկասում։ Միջին միջանցքը, որը դուք նշում եք, ես ձեր եթերներից եմ ասել, իր պարունակությունը չի փակում այն ծախսերը, որը բան է անում։ Լավ, մեր ժամանակ քանի որ սպառում է վերջին հարցը, ես հասկանում եմ։ Եվ հաղորդակցության ուղիներ, այս Այդեպ այդ հաղորդակցության ուղիները դա եվրոպական ծրագիրն է։ Հաղորդակցության ուղիները։ Միջին միջանցք կոչվածը, որը որ Ամերիկաներ ասում, դա ամերիկյան ծրագիր է, գլոբալ տարպասներն է եւ Միացյալ Նահանգներինը միջին որը որ բերում է կպցնում է եվրոպական դրա մասին Մյունխենում են խոսել։ Լավ, երկաթգիծն է դրան վերաբերում։ Երկաթգիծը, ինչ կասեք, ինչ դիտարկումներ կարելի է անել Հայաստանի կառավարության մոտեցման մասին։ Այն է ճիշտ կլինի, եթե Հայաստանի եւ Ռուսաստանի որևէ բարեկամ երկիր գնի Ռուսաստանից կոնցեսիոն կառավարման իրավունքը։ Դե տեսեք, վաղուց էր պետք անել իհարկե։ Կարելի է հարցը երկու մասի բաժանել։ Ընդհանրապես այդ գաղափարը Ռուսաստանից գնել։ Գնելը ճիշտ է։ Տեսեք, ամեն դեպքում 28 թվականին կոնցեսիան ոնց որ թե վերջանում էր եւ հայտարարել էր 28, ну, չէ, այնտեղ ինչ որ 5 տարին մեկ ձգվում է, ինչ որ հերթական 5 տարին 28-ն է եւ կարելի էր մեծ հաշվով սպասել, կառավարությունը հասկանում է, որ Ալիևը չի պատրաստվում սպասել եւ 1.5 թե 2 միլիարդ դոլարի բանը Փաշինյանը ասեց այդ որ հարցնում եմ Էրդողանն ու բանը լռում են դիվանագիտորեն չեն լռում, հա, այդ կտորն է, որ իրանք ուզում են սարքեն, դիվանագիտորեն չեն լռում, իրանք այդ ասում են, որովհետև դա ակնհայտորեն ոչ են ասել, որ մենք քեզ գցում ենք։ Հիմա նույն բանն է, հասկանում է Փաշինյանը, որ դա պետք է արագացվի։ Եթե դա մնա Ռուսաստանին կամ Ռուսաստանի բարեկամ երկրին, ինքը չի արագանա։ Իրան արագացնելու կարիք, այսինքն այդ կտորը վերահսկելու, որպեսզի դա չլինի բացառապես 42 կիլոմետրը, որը վերահսկում չի, որը կորուստ է ուղղակի անիմաստ ժամանակի, ոչ մեկը տեղ չի խաղալու։ Գոնե այդ մեծ կտորն է պետք, որ բանից, ասենք Մեղրիից մինչև Գյումրի այդ կտորը մեր բանով աշխատի։ Սա հետաքրքիր է բացառապես Եվրոպային, որովհետև Չինաստանին դա հետաքրքիր չի, ինքը Իրանի հետ լավ հարաբերություններ ունի եւ ինքը արդեն ունի գից երկաթ գցած երկու հատ, ոչ միայն Բաքու Կարսը։ Բաքու Կարսը որպես Բաքու Թբիլիսի Կարսը որ կա, ինքը նու ձեռնտու չի, իրականում հա այնտեղ բաները շատ են, խնդիրները կցալան են։ Կոնցեսիոն կառավարողի փոփոխությունը Հայաստանի շահերից Եվրոպայի շահերի Ռուսաստանի ցանկացած բիզնես, որը պատժամիջոցների տակ է, իհարկե մեզ խանգարում է, նույն բանը ՎՏԲ-ին է վերաբերում, նույն բանը Յանդեքսին է վերաբերում։ Եվ կարևորը որպեսզի այդ կառավարողի փոփոխությունը լինի առանց սարելու, լարելու, արճակատման։ Չէ, դա կարևոր է բացառապես Փաշինյանի համար, Հայաստանի Հանրապետության համար կարևոր է, որ դա լինի արագ եւ էֆեկտիվ։
դա կարա վերածվի, ասենք, չգիտեմ, Overtook-ը կարա ուղիղ եթերում սրտի կաթված ստանա, ես դրանից ված չեմ լինի, բայց Հայաստանը պետքա դրանից շահույթ ստանա, այսինքն մեզ պետքա դա շատ արագ եւ տեխնոլոգիապես զարգացած։ Փաշինյանը ասում է, եկեք որ միջին արագությունը սարքենք 180։ Ես հասկանում եմ, որ ինքը Չինաստանն նկատի ունի, որ Չինաստանին պետք է տա, բայց Չինաստանը չի անելու դա։ Տեսնենք ով կանի, շնորհակալ եմ զրույցի համար, հետևենք Չինաստանը չի անի Տրամպի պատճառով։ Հասկացա։ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ այնտեղ շահերի բախում կա։ Հասկանալի։ Շնորհակալ եմ, հետևենք իրադարձությունների զարգացումներին, պատմական շրջադարձերը երբեք չեն սպասում փոքր պետություններին, մեծ երկրները գործում են ելնելով իրենց պետական ազգային շահերից, իսկ փոքր երկրների խնդիրը կամ ուժը ճիշտ հաշվարկելն է։ Կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում ինչքան ճիշտ են հաշվարկները, այնքան ավելի կայուն է պետությունը, ինքնիշխան եւ անվտանգ։ Սա ազատ զրույցներ Free News-ի եթերում, որտեղ համադրում են փաստերը, կարծիքները եւ կանխատեսումները։ Զրուցակիցը Սևլատանցյան ինտեգրացիոն պլատֆորմի նախագահ Կարեն Սարգսյանն էր, լավ մնացեք, կհանդիպենք։